Եվրամիությունը ապրիլի սկզբին փորձագետների 9-ից 14 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան օգնելու իշխանություններին դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին եւ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին։ Եվրամիությունում համարում են, որ Հայաստանը բախվել է ինտենսիվ հիբրիդային գործողությունների, որոնց նպատակն է մեջբերեմ խաթարել ժողովրդավարական ինստիտուտները եւ հասարակության վստահությունը։ Բրյուսելը այս գործողությունների մեջ թվարկել է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները եւ միջամտությունը, սպառնալիքներն ու ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորումը։ Խիստ հավանական է, որ այդ սպառնալիքները կսրվեն 2026-ի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների շեմին։ Նշված է ազատության տրամադրության տակ հայտնված եւ Եվրոպայի խորհրդի հավանության արժանացած փաստաթղթում։ Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար առաքելությունը Հայաստանում 10-ից 15 օր կանցկացնի։ Փաստաթղթում կարդում ենք, որ խումբը կօգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը եւ անվտանգության խորհրդի գրասենյակը կիբերհարձակումների եւ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան եւ կարգավորումներ մշակեն։ Համագործակցելու են նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներքին գործերի նախարարության ՊԵԿ-ի հետ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին խնդրեցինք օրինակներով բացատրել, ինչ սպառնալիքներ են կախված նախընտրական Հայաստանի գլխին եւ ինչով են եվրոպացիներն օգնելու օրինակ իր ղեկավարած կառույցին դրանք չեզոքացնել։ Մեր կարիքները վերաբերում են կիբերհամտանգությանը, ապատեղեկատվության դեմ պայքարին, ընտրությունների ժամանակ քարոզչության համացանցով քարոզչության ֆինանսավորման, ասենք վերահսկողության գործիքներին։ Հայաստանին ըստ Վահագն Հովակիմյանի անհրաժեշտ է միջազգային փորձը, որպեսզի կարողանան համացանցում կուսակցությունների օգտին վճարովի գովազդներ տեղադրողներին բացահայտել, պարզել, թե կեղծ լուրերի տարածումներն ինչ հետագիծ ունեն եւ այլն։ Վահագն Հովակիմյանը ենթադրում է, որ նման խնդիրներ կառաջանան, թե ընտրական գործընթացը կազմակերպելու իրենց փորձն է դա հուշում։ Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների ժամանակ այդ երևույթները փոքր ծավալներ են եղել։ Ավելին այդ ժամանակ մենք խնդիրները հենց թիմ ընտրությունների շրջանում մենք նաև մեր համար գույքագրել ենք խնդիրները։ Նույն սոցիալական հարթակներով վճարովի գովազդի տարածման հետ կապված։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ենթադրում է, որ համապետական ընտրությունների նախաշեմին շեշտակի կավելանան համացանցում քարոզչական գովազդները, ապատեղեկատվությունը։ Հանձնաժողովի նախագահը սակայն հրաժարվեց ասել, իր նկարագրած գործընթացն այլ երկրից է ուղղորդվում ու ֆինանսավորվում։ Մեր համար ռիսկ է եւ մենք այդ ռիսկները պիտի չեզոքացնենք։ Ուղղորդում է դրսից, ներսից, չգիտեմ, այդ հարցը մեզ մի տվեք։ Ի տարբերություն հայ պաշտոնյաների, եվրոպացիները ուղիղ են հայտարարում Հայաստանին աջակցում են, որ պայքար մղվի ռուսական միջամտության դեմ։ Այսօր դարձյալ այս մասին խոսել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։ Կայա Կալասի կարծիքով այդ սպառնալիքների պատճառը Հայաստան-Եվրամիություն մերձեցումն է։ The closer country comes to the European Union, Որքան երկիրը մոտենում է Եվրոպական միությանն, այնքան ավելի հավանական է, որ այն կդառնա արտաքին միջամտության թիրախ։ Մենք դա տեսանք Վրաստանում եւ ձախողեցինք պայքարը։ Մենք դա տեսնում ենք Ուկրաինայում ավելի քան 10 տարի։ Մենք դա տեսանք Մոլդովայում անցած տարի, որտեղ Մոլդովայի իշխանությունների հետ աշխատելով մենք հաղթեցինք։ Ռուսական ֆինանսական աջակցությունը պրոռուսական ձայներին կազմում էր Մոլդովայի հնայի մոտ 2-3%։ Բայց միջամտությունը չաշխատեց, որովհետև մենք միասին պայքարեցինք։ because we fought back together. Կալասը նաև շեշտել է, թե Մոլդովայում ընտրություններին ընդառաջ իշխանությունները շատ ակտիվ են եղել, խստացրել են ընտրակաշառքի պատիժը, աշխատել են հետախուզական ծառայությունների հետ բացահայտելու միջամտությունը։ Իսկ այդ ամենում ըստ եվրոպացի դիվանագետի Եվրամիության փորձագիտական խումբը էական դերակատարություն է ունեցել։ Following their botched attempt in Moldova, Russia started targeting Armenia. Մոլդովայում իրենց ձախողված փորձից հետո Ռուսաստանը սկսել է թիրախավորել Հայաստանը սպասվող ընտրություններին ընդառաջ կիրառելով նույն մեթոդները։ Միայն թե այս անգամ նրանք շատ ավելի վաղ են սկսել, 1 տարի առաջ։ Մենք դա տեսնում ենք նաև Մոնտենեգրոյում, որը ձգտում է միանալ Եվրամիությանը 2028-ին։ Իսկ ինչ կարող են անել երկրները։ Կարող են հետաքննել, քրեականացնել եւ քրեական հետապնդման ենթարկել օտարերկրյա միջամտության տարրերը, դա կարող է լինել քվեներ գնելը, ինֆորմացիոն մանիպուլյացիան
եւ դա ներկայացնել իր քաղաքացիներին։ Եվրամիությունը միշտ կաջակցի իր ընկերներին այս պայքարում։ Օրինակ Հայաստանի խնդրանքով մենք հիբրիդային արագ արձագանքման թիմեր կտեղակայենք ապրիլին հունիսյան ընտրություններից առաջ։ Rapid response teams in April ahead of the elections in June. Բրյուսելից հնչող այս հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անցած ամիս ուղիղ էր Մոսկվայի դժգոհությունը փոխանցել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանին։ Սերգեյ Լավրովը ռուսական հիբրիդային հարձակումների մասին պնդումները համարել էր մեջբերեմ առնվազն տարօրինակ եւ առասպելական։ Не допустить такого вмешательства. Для нас это странно. Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը անցած շաբաթ հայտարարեց, թե տվյալներ ունի, որ այլ երկրում հատուկ ծառայությունների անունից ինչ որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջիններս հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆինանսական եւ կազմակերպչական հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի։ Ոչ այս մարմինը, ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակագծեր չեն բացում, որ երկրում են ճնշում Հայաստանի քաղաքացիներին։ Այս ահազանգից հետո իրավապահները քրեական գործ են հարուցել, կան մեղադրյալներ, տուժածներ, առհասարակ ինչ նորություն կա այս գործից, քննչական կոմիտեից այսօր Ազատությանը փոխանցեցին։ Ոչ մի նորություն չկա, լինի կասեն։ Հիբրիդային պատերազմի մասին իշխանության պնդումները Հայաստանի ընդդիմությունը համարում է կեղծ օրակարգ, իսկ Եվրամիության աջակցությունը միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Այս գնահատականին կտրուկ են ընդդիմանում ՔՊԱ-կանները։ Մոտավորապես այսպես է իրավիճակը, եթե ինչ որ մեկը եկելա ձեզ ծեծի ու դուք ոստիկանություն եք դիմում, ասում եք այս մարդը, ասենք ահաբեկիչ է, ուզում է ինձ սպանի կամ ծեծի։ Այդ դեպքում դա եթե դուք համարում եք, որ դա ձեր ներքին ընտանեկան կյանքին միջամտություն է, միգուցե։ Ազատության տրամադրության տակ եղած փաստաթղթից պարզ է դառնում, որ Հայաստանը Եվրամիությանը դիմել է անցած նոյեմբերին։ Հունվարին Եվրամիությունից գնահատման խումբ է ժամանել Հայաստան եւ այդ այցը պատկերավոր պատկերացումներ է տվել հիբրիդային սպառնալիքների նկատմամբ երկրի խոցելիության վերաբերյալ։ Փաստաթղթում կոնկրետ օրինակներ նշված չեն։